Գարան միսն այնքան թանկ է, որ վաճառողները զգուշանում են առանց նախապես պատվերներ ունենալու անասնապահից խոշոր գնումներ կատարել։ Եթե նախկինում գարան մսի 1 կիլոգրամի արժեքը 1500-ից 1800 դրամ էր, ապա այժմ ըստ մսավաճառների 3000 դրամից ոչ պակաս։ Ընդ որում մեր մարզում մսի գինն ավելի էժան է, քան հանրապետության մյուս մարզերում ու մայրաքաղաքում։ Շիրակում ճիշտ է այս տարի ոչխարների գլխաքանակն անհամեմատ շատ է, բայց մսի գինը բարձր է մնում, քանի որ ինչպես մսավաճառներն են նշում, հանրապետությունում ոչխարի եւ գարան միսը տեղում չի իրացվում։ Գյուղացուն ավելի ձեռնտու է արտահանում է։ Կարի միսը թանկ է ասել, լենագանի առնող չկա։ Այն պատճառով որ քիչ է անասունը։ Նորմալ չի ծախս այդտեղ։ 1 կիլոն 3000 դրամ։ Բերեմ առնող չկա, տավարի միսը հեփ կծախսվի, կարի միս բերել։ Մեր քերողները թանկ կմուծեն ստեղ, ներգիքեր են։ Երևի այդ հանգամակներ կա խանգարելու ստեղ էլ ստիված գյուղացին իր մսամտերքը բարձրացնել։ Կենթանի գարանգինը տատանվում է 40-ից 50 հազար դրամի սահմաններում, սակայն կան խոսակցություններ, որ 2-3 ամսից գներն ավելի կբարձրանան։ Սովորաբար գարնան ամիսներին են Հայաստանից գառներ տեղափոխում հարևան երկրներ։ Այդ պատճառով էլ մի կողմից ավելացել է կենթանի գարան պահանջարկը, մյուս կողմից ներքին շուկայում նվազել է գարան մսի առաջարկը, բացատրում է Հովհաննես Սահակյանը, ով Շիրակի մարզի գյուղերում զբաղված է անասունների մորթով, ու մսամթերքը համայնքներից բերում իրացնում է Գյումրու մսամթերքի շուկայում։ Գարան միս Գյումրու շուկայում վերջին անգամ վաճառել են սեպտեմբեր ամսին, Սուրբ Խաչի տոնակատարության օրերին։ Հիմա էլ նախատոնական օրերին գարան մսի պահանջարկ չկա։ Հիմնականում տավարի միս է ծախվում, խոզի, գարի միս, ոչխարի միս վաճառվում է Սուրբ Խաչի ժամանակ, ընդհանրապես էլ սպառում չի լինում մնացած ժամանակներ գարի մսի։ Չկա մեր շուկայում չի ծախվում, այսօրվա վիճակով չկա գարի միս, նոր տարվա մոդերքում կարող է լինի, չեմ կարող ասել։ Գարի միսը մենք մեր ազգը բավական գարի ոչխարի միս է կերել։ Եթե համեմատում ենք մնացած ապրանքների թանկությանը մյուսի հետ, գարի միսը էժան է, էլի թանկ չէ այդպես։ Ուղղակի բոլորին հասանելի չէ։ Աշոտք գյուղի բնակչուհի Սվետա Մովսիսյանն ասում է, թե ոչխարաբուծությունը հիմա Աշոտքում զարգացած է։ Վերջին 2 տարիներին գյուղացին նախընտրում է ոչխար պահել, քանի որ գլխաքանակներով արտահանում է իրան, միջինը 50 հազար դրամով։ Եթե գումարի կարիք ունենամ, ուրեմն կվաճառեմ։ Եթե կես չունենամ, անասնակես չունեմ, դժվար։ Եթե ունեմ, դժվար չէ ինձ համար։ Տիպայում ունենամ, կարանամ գոյատևեմ, ոչ թե նորմալ ապրեմ, այլ գոյատևեմ։ Գար չկա։ Գարը ունեցողները բուժտն է վրեն մնացի, առնող չկա։ Այն վաղտը կնիկները կարներին աղջիկները չես կուդանը մի դե չկա։ Առաջին հայացքից ոչխարների գլխաքանակի արտահանման ծավալների ավելացման հետևանքով ներքին շուկայում գարան մսի գնաճը մտահոգության առիթ է տալիս, ասում է Գյումրու շուկայի տնօրենը։ Սակայն մյուս կողմից դա ունի նաև զուտ տնտեսական նշանակություն։ Եթե արտահանման ոլորտում հաջողվի պահպանել այս ապրանքատեսակի իրացման շուկան, ապա անասնաբուծությունը կարող է կարճ ժամանակահատվածում լուրջ զարգացում ապրել։ Հերմինե Մկրտչյան, Տիգրան Գասաբյան, Գալենյուս։